Սեպտեմբերի 26-ից 30-ը Երևանի կինոգործիչների միության դահլիճում Յուքոմ ընկերության աջակցությամբ անցկացվեց Արևորդի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն, մարդկանց և բնության միջև» խորագիրը, շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։ Փառատոնի փակման արարողության ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարի փառատոնի հաղթող ֆիլմերն են՝ լիամետրաժ ֆիլմեր «Մարդ և բնություն» համակեցության մասին անվանակարգ, հաղթող ֆիլմ «Վայրի կանչը» Նորվեգիա, կարճամետրաժ ֆիլմեր «Մարդ և բնություն» համակեցության մասին անվանակարգ, հաղթող ֆիլմ «Փոստով պատվիրած թագուհի» Միացյալ Թագավորություն, Ջոն Բըրթոնի անվան մրցանակ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգ, հաղթող ֆիլմ «Կրիաներով քայլողը» Հնդկաստան։ Մենք հավատում ենք ինչ-որ որոշ մարդկանց, հատկապես երիտասարդության մեջ, ինչ-որ մտածելակերպի վրա գազդե եւ ավելի ուշադրություն կդարձնեն բնությանը եւ շրջակա միջավայրին, որովհետեւ մենք հավատում ենք, որ միևնույն երիտասարդները իրենք են վաղվա օրը Հայաստանի վաղվա օրը բնապահպանական տեսանկյունից իրենք են ազդեցություն ունենալու։ Մենք փորձում ենք արվեստի լեզվով մարդկանց հաղորդակից դարձնել բնապահպանական տարբեր խնդիրներին եւ ցույց տալ, որ համաշխարհային անկյան տակ նաեւ բազմաթիվ խնդիրներ կան։ Փառատոնն այս տարի մեկ հարկի տակ էր համախմբել հազարավոր այցելուների, դառնալով կարևոր հարթակ կանաչ ապագայի գիտակցման ու խորքային ընկալման համար։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպված թեմատիկ քննարկումներն ու հանդիպումները մեծապես նպաստեցին գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Արևորդի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։